Բարև ձեզ Տիկին Նավասարգյան, շատ ուրախ եմ, որ այսօր հայելու առաջ եք և ես ունեմ ավանդական հարց, ինչ եք մտածում, երբ որ նայում եք հայելուն, ինչ է ասում ձեզ հայելին? Հայելին ինձ ասում է, որ ինչպես կարող եմ օգտակար լինեմ իմ թոռներին, իմ երեխաներին, հայ երեխաներին և ինչպես գրքեր պատրաստեմ, որ ապագային նրանք օգտվեն և իմանան ովքեր են, որտեղից են եկել իրենց ծնողները, իրենց նախնիները և դա արդեն մեծ ուրախություն է, որ ես հայելին նայելով ինքս ինձանից Հատկապես, որ արդեն ետևում ունեք 3 հաստափոր գրքեր, որոնց դեռ մենք գալու ենք, բայց մինչ այդ ես կուզենայի մի քիչ ձեր պապերի, տատերի, անցած ճանապարհի մասին խոսել։ Շատ հետաքրքիր ճանապարհ են անցել, գիտեմ, որ ձեր տատը ծնվել է Շուշիում։ Մայրս։ Ձեր մայրն է ծնվել Շուշիում։ Շուշիից եւ հորս ծնողներն են բոլոր Ղարաբաղցիներ են։ Թե հիմա ինչ երևի գործի բերմամբ գնացել են Գրոզնի։ Շուտ են դուրս եկել։ Այո, հայրս Գրոզնի է ծնվել, բայց մայրս իր հայրը ինչ որ դեղագործության հետ կապ ուներ, նրանք էլ գնացել են Գրոզնի, այնտեղ ուրեմն երևի մեծացել են, իրար տեսել են, ամուսնացել են, երկու եղբայրներս Գրոզնի են ծնվել, մեկ քույրս, բայց 1932-33 թվականներին նրանք ինչ-ինչ պատճառներով դժվարությունների հանդիպելով եկել են Պարսկաստան։ Հետաքրքիր ինչ քամիներ են տարել Պարսկաստան, Գրոզնիից Պարսկաստան, ինչ է տեղի ունեցել, ինչու։ Պարսկաստան Գրոզնիից Պարսկաստան են եկել, որովհետև Ղարաբաղցի Ղարադաղը Պարսկաստանում է, գիտեք չէ, Ղարադաղցի ընկերներ ունեին, որ Թավրիզը եւ Ղարադաղցիները ուրեմն գործում էին Թավրիզում եւ Ղարադաղում եւ գնացել են Թավրիզ, այնտեղ որ կարողանան երևի գործ գտնեն իրենց ընկերների միջոցով կամ ես մանրամասն իսկապես չգիտեմ։ Բայց դուք ծնվել եք։ Ես ծնվել եմ Թավրիզում, 3 քույր եղբայրներս էլ մենք Թավրիզ ենք ծնվել եւ Թավրիզեցի եմ։ Մեծ հայկական ընտանիք, հայկական միջավայր վստահ եմ, որտեղ հետո ձեր Պարսկաստանում հայկական, պարսկահայերին բնորոշ կամ այնտեղի միջավայրին բնորոշ ինչ կար ձեր ընտանիքում։ Մեր ընտանիքում կար, որտեղ հորեղբայրս կինը բոլորը ամենը մեր մոտ էին ապրում եւ ես կարող եմ Ղարաբաղի խոսեմ։ Եվ Հիմա երկու նախադասություն կարող եք ասել Ղարաբաղի բարբառով։ Կարող եմ, բայց ինչ որ կարող եմ խոսել։ Կարող եմ։ Շատ լավ եմ խոսում Ղարաբաղ։ Այսինքն ձեր համար այստեղ այն ինչ որ տեղի ունեցավ, Արցախյան շարժում, ձեր համար շատ թանկ, միշտ կապված ենք եղել։ Ինչ էր պատմում ձեր մայրը այնտեղից, ինչն էր տպավորիչ հատկապես Շուշիից։ Հետո երևի չտեսավ, այդպես էլ առիթ չունեցավ լինելու Շուշիից, բայց միշտ աշխատում էր, որ չխոսան մեզ մոտ այդ արդիկ, թե ընդեղում են երկրի մեջ ինչպես են ապրել, որովհետև միշտ մտածում էր հանգարց երեխաներ կան դրսում կխոսան, դժվարության կհանդիպեն կամ որևէ ոչոք չէր խոսում այդ արդիվ այդտեղից օտար երկրից եկած ծնողները շատ չէին խոսում իրանց մանավանդ Ռուսաստանից եկած անցյալից, այսինքն այո բայց մենք շատ ու քիչ հարցնում էինք, իմանում էինք այդպես, բայց մեր տան մեջ համարյա խոսվում էր Ղարաբաղի բարբառը։ Եվ այս կողմը եւ այն կողմը։ Իսկ ինչ եք հիշում ձեր այդ թաղից, մանկությունից, ամենատպավորիչ գույները, պատկերները, ինչ կար։ Թավրիզի։ Այո։ Մենք Թավրիզում շատ լավ ենք ապրել։ Երիտասարդությունն է միտքս։ Հայ երիտասարդները Թավրիզում մենք շատ ասեմ շատ լավ ենք ապրել։
միություններ ունեինք, հայկական Արարատ միություն, Սասունցի Դավիթ միություն, եւ կայր մեր ծնողները եկեղեցացիած միություն ունեին, եւ կար հոմը, կար ուրեմն բանը հայ օգնության միությունը, շատ այնտեղ լավ հայ ենք մեծացել մենք ամենս։ Հայկական միջավայր։ Ես միշտ հիմա իմ երեխաներս ասում եմ Հովանես Թումանյանի ասած նկատես ապրեք երեխեք, բայց մեզ պես ես իմ երեխաներս ասում եմ ապրեք երեխեք, բայց մեզ պես ապրեք, որտեղ հիմա իմ երեխաները հայերը միշտ դարդոտված, անցյալ այդպես բաներով են հիշում, բայց կան մարդիկ, որ որովհետև հիմա իմ երեխաներս արդեն թորներս Ամերիկայում են, բոլորովին այլ միջավայր, բոլորովին այլ, հա, ապագա գուցե, չգիտեմ։ Տեսնենք։ Այո։ Լավ, հետո որոշում, այդտեղ գիտեմ շատ լուրջ հիմնարար կրթություն եք ստացել եւ հետո որոշում արդեն ամուսնություն եւ որոշում կայացվեց, որ պետք է մեկնեք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ այդ թվականներին շատերը եկան Հայաստան, չգիտեմ, ընտանիքում չկար, ասենք այնպես խոսակցություն չկար անդադ որ պետք է ապագայում անպայման մի օր վերադառնալ Հայաստան, չգիտեմ, վերադառնալ Շուշի, հասկանալի է որ մի քիչ զգուշավորություն կար, մի քիչ վախ կար, բայց այնուամենայնիվ դա կար ընտանիքում թե հիմքերը դրվել էին Պարսկաստանում, Իրանում եւ երբեք չի խոսվել շրջապատում, որ վերադառնանք Հայաստան այդ ժամանակ, որտեղ միշտ ասում էին, որ շատ դժվար է այնտեղ երթալը նոր գնացողների համար նրանց պատմած ուրեմն պատմություններով ոչ ոք չէր ուզում, որ երթար բայց միշտ մենք մտածել ենք մայրս ամեն օր մեզ պիտի նստեինք գիշերը ժամը 11-ին ռադիոն պիտի բացեր եւ մենք լսեինք այդ խոսում է Երևանը եւ այդ նվագը լսեինք հետո ասեր գնացեք քնեք ինքը կնստեր լուրերը բանը կլսեր կամ եթե շատ լավ նվագներ լեր մեզի պիտի նստեցներ եւ մենք լսեինք սովորեինք եղբայրս խմբավար է իմ Թավրիզում առաջի երգչախումբը կազմել է իմ եղբայրս Մելիքթանյան երգչախումբը հետո ինքը Աբադանում էլ նորից Գուսան երգչախումբն ղեկավար է եւ Թեհրանում Չարմալ միության երգչախումբը թվում էր թե բոլորովին այլ միջավայր բայց այստեղ սկսեցիք շատ հիմնարար մի աշխատանք Հայաստան, Իրան, ոսկի կամուրջներ։ Մենք եկանք առաջի անգամ Բոստոն, 10 տարի Բոստոն ապրեցինք, հետո տեղափոխվանք Կալիֆոռնիա, ես ուզեցիմ տեղափոխվենք, որտեղ երեխաներս համարյա հայերեն չէին խոսում, օրինակ երթում էինք դրսում շապինգ անելու կամ հաց առնելու կամ բան, ես որ հայերեն իմ խոսում ասում եմ, մամա հայերեն մի խոսա, անգլերեն խոսա, ասում ես ոնց նայեք, վերջը որոշեցին, որ կանք Կալիֆոռնիա, որտև Կալիֆոռնիայում բավականի հայեր կային և 87 թվին տեղափոխվեցինք Կալիֆոռնիա և այդտեղ սկսեցիք աշխատել, երբ որ երեխաներս մի քիչ մեծացան, ես Լևոն Չուխազիզյան եկավ բան, ուրեմն Կալիֆոռնիա և ինձ էր փնտրել, իմանում էր ես այդ հավաքածուն ունեմ բանի նկարիչների, իրանահայ նկարիչների, եկավ որ տեսնի այդ գիրքը, շատ հավանեց, ասաց եթե դուք ես չեք տպագրելու, ես կտանեմ Երևան։ Դուք տանը ձեր համար ուղղակի այդ ամեն ինչը գրում էիք, հավաքում էիք, ձեր նախաձեռնությամբ, ձեր ցանկությամբ։ Սկզբից չեմ որոշել ինչ պիտի անեմ, բայց միշտ հավաքող եմ։ Հետաքրքիր վերնագիր եք դրել, հա, ոսկի կամուրջներ, կարծեմ ինչ որ բանի հետ առնչվում է, հենց այնպես չի որ որոշել եք։ Ոսկի կամուրջներ, Իրան-Հայաստան ոսկի կամուրջներ, ուրեմն 20-րդ դարի իրանահայ նկարիչները։ Ոսկի կամուրջներ դրեցի, որովհետև մենք ամեն տարի, երբ որ Թավրիզ էինք ապրում, գնում էինք Սուրբ Թադեի վանքը
եւ Սուրբ Ստեփանոսի վանքը ուխտագնացության եւ այնտեղ գիտեք որ մենք անցնում ենք մանավանդ Սուրբ Ստեփանոսը արդեն ավարայրի դաշտից ենք ատում Մաքու քաղաքն ավարայրի դաշտն էր եւ այնտեղ Արաքսի ափը կար Սուրբ Ստեփանոսի կողքը Արաքս գետներ եւ ափը եւ այդտեղ կային փոքրիկ կամուրջներ Պարսկաստանից դեպի Ռուսաստան Հայաստան ասեմ որտեղ ժամանակին Հայաստան միշտ իմ մայրս կասեց մի օր այս կամուրջները ոսկի դառնան կամ ոսկի պիտի եւ անցնենք այստեղից այդանք Հայաստան եւ այդպես հիշատ մորս հիշատակին նա շատ հայասեր էր միշտ երկում էր հայերեն Հայաստանում այդպես էլ չեղավ թե եղել է Հայաստանում ինչու՞ չէ ինքը մեկ անգամ եկավ Հայաստան որ իր քույրերը տեսնի քույրերին հանդիպավ 50 տարի էր չէր տեսել քույրերին եւ երբ որ հոթել այն ժամանակ Արմենիա էր հոթելում նստած են եղել թուրով էր եկել ինքը ինչ որ մեջ ամբողջ Երվակայք ասма քույրերս են կողմ նստած ես ես կողմ չէինք իմանում որ չեն ճանաչացել իրան այդ այնտեղ մի պարոն ա եղել հոթելից որ եկել ասրատիկին ինչու՞ չեք գնացել քաղաքը մտնելու ասել ես նստել եմ սպասում եմ քույրերս պիտի կան քույրերը ասել ձեր քույրերի անունը բա այնտեղ նստած են քույրերը եւ ինչքան ասма արտասվեցինք եւ բոլոր այնտեղ կային շատ սրտներման մի անգամ եկել է Հայաստան Լավ, այդ առաջին գիրքը դրվեց սեղանին, հրաշալի մի գիրք, հետո երկրորդը, հետո երրորդը, մենք հիմա դրանց կանդրադառնանք, բայց ես ուզում եմ խոսել 88-89 թվականների մասին, թե ինչ էր 88-89 թվականը, մեր Հայաստանում բնակվող ամեն մի հայի համար, այդ երևի պարզ է կամ չգիտեմ, ամեն մեկս մեր ներսում գիտի եւ ունի, ինչ էր դրսում ապրող հայի համար 88-89 թվականը Երբ որ Հայաստանը այսպես նոր ալիքների մեջ էր, փոթորկում էր, արժևում էր պատերազմ էր, ինչ էր դրսի հայի համար Շատ երկմիտ էին բոլորը, շատ ամեն մարդ դրսում ես հավատացած եմ, որ ամենը ուզում էին ինչպես կարող են օգնել մեր հայ ժողովրդին, մեր Հայաստանին, մեր եմ ասում կներեք, բայց մեր Հայաստանին Եվ ես 1996 թվին եկամ առաջի անգամ այն ժամանակ էր որ լույսերը կար չկար բան իհարկե ծանոթներով միասին եկանք բայց ուղղակի չէին ուզում վերադառնալ հենց այդ մթության մեջ էլ ոչինչ մնայինք ինչ կար որ բայց պարտավորված վերադարձանք ընտանիքս այնտեղ էր Եվ Այդ այգին է, որ այդ տարիներին էլի մի հրաշալի մտահղացում, ասում եք, մի առիթով ասել եք եկա, տեսա բոլոր հայ կանայք ինչ-որ բանով զբաղված են։ Այո, ես այվա Armenian International Women's Association-ի հետ եկանք Հայաստան, դրանք կանանց միությունը, և տեսնում էին, որ ամեն մարդ մի ձևով մի գործ անում է Ես ասեցի, ես ինչ պիտի սենց եկել եմ միայն նայում եմ ես կողմ են կողմ, ես էլ մի բան պիտի անեմ, ուրեմն հենց այդ ժամանակ սկսեցիմ հավաքել հայ կանայք բեմի վրա Ինչու հայ կանայք, ինչը տեսակ, որ հայ կանայք ինչ են, շատ ծանր է այստեղ ակտիվ են աշխատող, ինչը մղեց, որ հայ կանայք բեմում, ինչի այդպիսի, որտեղից այդ ցանկությունը Որպես կին առաջինը ուզում եմ հայ կանայք մի գործել ես արած լինեմ և երկրորդը ես միշտ մտածում եմ ինչու այդ հայ կանայք որ Հայաստանից դուրս Եվրոպայում կամ Ամերիկայում այդքան հայտնի են այդ երկրի հայտնի երգչուհիներն են օպերայի կամ նվագողներն են ոչ ոք չի իմանում որ հայ են չեն հետաքրքրում այն ժամանակ չէին իմանում իհարկե իմանում են օրինակ կարդում էին որ Լիլի Չուքասյանը ինչպես Գերմանիայում ամենահայտնի օպերայի երգչուհիներից էր Լուսին Ամարան ինչպես հիմա էլ գրած է գրքերում օպերայի գրքերում